Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ ուրիշ կարծիք ոդկասթն է, այսօր ունեմ հյուր, իմ լավ ընկեր Շուշան Զաքարյան, ով նաև քաղաքագետ է ու լավատեղյակ է ընդհանուր առմամբ կրթությունից, կրթական ոլորտից ու կրթական խնդիրներից ենք խոսելու, բարձրաձայնելու ենք այն խնդիրները, որոնք այսօր կան ու Շուշանը լավատեղյակ է դրանից, բարև Շուշան ջան։ Բարև Սևան ջան։ Ինչպես արդեն ասացիր, այսօր խոսելու ենք կրթական ոլորտից, կրթական ոլորտում առկա բացերից, խնդիրներից եւ լավատեղյակ լինելը կրթական ոլորտում առկա խնդիրներին, նաեւ նպաստել է այն փաստը, որ շուրջ 2 տարի ղեկավարել եմ Վալերի Բրուսվիամն պետական համալսարանի Նա հիմա Շուշան ջան, սենց ես մի փոքր քեզնից տարիքով մեծ եմ, իմ ժամանակ սովորել եմ մի քիչ այլ էր իմ պատկերացումներով, նայ մեր ժամանակ միջև դպրոցը ավարտել է 9-րդ 10-րդ դասանում, մտածում էիր, ընտրում էիր, որ ոլորտն ես ուզում, այսինքն չգիտեմ, իրավագետ ես ուզում, տնտեսագետ դառնաս կամ չգիտեմ, այլ մասնագիտություն ձեռք բերես, միջև դա կային առարկաներ, որոնք պետքա լավ պարապում էիր, հետո գնում ընդունելության քննության։ Ես առաջիններից եմ եղել, ով հանձնել է հենց առաջին այդ միասնական քննությունը, բայց հիմա ես այդ տենդենսը չեմ նկատում մեր ուսանողների մոտ, ովքեր դպրոցի ժամանակ պարապեն այլ առարկաներ, որպեսզի այդ մասնագիտ այդ քննությունները տան։ Այդ ինչի խնդիրն է, այսինքն այդ տեղերը ազատ են, այդ մրցակցությունը չկա երևի, հա, ես տենց եմ պատկերացնում։ Տես Սևան ջան, նախ նշեմ սկզբի համար, որ նոր բան չեմ ասի, եթե ասեմ, որ ցանկացած հասարակության մակարդակը բարձրացնելու միջոցը կրթության ճանապարհով է եւ այսօր մենք ականատես ենք լինում, որ վերջին տարիներին կրթական համակարգում իրականացված ցանկացած փորձ այն տանում է դեպի ձախողում, քանի որ այդ քաղաքականությունը կրթության ոլորտում իրականացվող, կրթական համակարգը վերածում է ավելի շատ փորձադաշտի բացառապես այն պատճառով, որ այդ որոշումները քաղաքականություն են վարվող իրականացվում է պարզապես մեկ կամ մի քանի անձի սեփական ամբիցիաներից ելնելով, այլ ոչ թե լուրջ ռազմավարության մասնագիտական լայն քննարկումների եւ մենք այսօր բախվում ենք մի իրավիճակի, ինչպես դու ասացիր, որ կան շատ թափուր տեղեր։ Եթե սկսենք խոսել օրինակներով, կարող ենք ասել, որ այո, նկատվում է բարձրագույն կրթության հանդեպ ընդունելության հետ կապված միտում են նկատվում, նվազում է նկատվում, ներողություն եմ խնդրում, նվազման միտում է նկատվում եւ դա պայմանավորված է բացառապես մի քանի պատճառով։ Նախ խոսեմ թվերով, սրա վառապացույց է, երբ որ 2019-ից մինչև 2025 թիվը բուհերում առկա թափուր տեղերի թիվը կազմում է 43500-ից ավելի, այսինքն եթե ավելի առարկայական խոսենք, օրինակ 2022 թվականին համալսարաններում առկա թափուր տեղերի թիվը կազմել է 15-ից 16000։ Կարող ենք առանձնացնել 3 պատճառ ըստ իմ կարծիքով։ Առաջինն այն է, որ երիտասարդների մի մասը պարզապես չի տեսնում իր հետոն սեփական երկրում եւ սրա առաջնային հիմքը հանդիսանում է անվտանգությունը։ Այսինքն երիտասարդների հստակ շերտի համար մեր երկիրը բավականին Բայց բնակչության թիվը նվազել է, չէ՞, արտագաղթ եղել է ամեն դեպքում։ Բացի արտագաղթը, բացի դրանից ներգաղթը ունենք հնդիկների ու նաեւ արցախահայերի մեր քույր եւ եղբայրների, ովքեր Արցախի հանձնումից հետո եկան Հայաստանի Հանրապետությունում են բնակվում, ինչ որ այդ բալանսը արդեն ոնց որ հավասարվել է, չէ՞, այդ դրանց։ Չեմ համաձայնի, որովհետև տեսեք, երբ որ օրինակ ձեր մատնանշած հնդիկները երբ որ գալիս են, այստեղ կատարում են օրինակ ամենայն հարգանքով բոլոր աշխատանքների նկատմամբ, կատարում են առաքիչի, բանվորի եւ այլ աշխատանքներ եւ շատ քիչ տոկոսն է սովորում։ Իսկ մեր երիտասարդները, ովքեր չեն ընդունվում բուհ, գնում են արտերկիր։ Չէ, նայ, անկեղծ եմ ես քեզ ասում, դու տեղեկ ես, որ երիտասարդների հետ ես շփվում եմ, դու էլ ես շփվում երիտասարդների հետ, մի կառույցում ենք ամեն դեպքում երիտասարդներից շատերը, նայ, ես որ գնացել համալսարան եմ սովորել, ես ընդունվելուց առաջ գնացել պարապել եմ մի 2 տարի հայոց լեզու եւ հայոց պատմություն, որ այդ առարկաները տենց ամբողջությամբ պատկերացնեմ, նոր գնամ քննություն հանձնեմ, որ դուրս չմնամ։ Հիմա այդ տենդենսը չկա, մարդիկ դպրոցը ավարտում են, այտենց մեկը գիտեն լիքը թափուր տեղ կա,
գնում այտենց այդ գիտելիքներով ցածր ընդունվում են համալսարան, որ մեր ժամանակ այդ գիտելիքներով անգամ քոլեջ չէիր կարող ընդունվես։ Ես վերադառնամ իմ ասածին, ինչու մի քանի պատճառ ունի համալսարան չընդունվելը եւ հենց երկրորդ խնդիրը նշեմ, որ երիտասարդների մի մասը ստիպված է աշխատանք գտնել սոցիալական ծանր պայմաններից ելնելով եւ հատկապես առաջին ու երկրորդ կուրսերում։ Հա դա շատ լուրջ խնդիր է այդ սոցիալական, որովհետեւ մեր ժամանակով ես հիշում եմ, ասենք կուրսից կարող է 1-2 հոգի աշխատեին, այն էլ լինելով, ասենք մեզանից մի 7-8 տարի մեծ մարդիկ։ Իսկ հիմա ուսանողը ստիպված է աշխատել, որպեսզի կարողանա հոգալ իր ուսման վարձը, սակայն գալիս հասնում է ինչ-որ փուլ, որ ուսանողը հասկանում է, որ սպառվել են ուժերը եւ այլևս չի կարողանում համատեղել համալսարանը եւ ուսուցումը եւ երրորդ ամենակարևոր պատճառը, ինչպես նշեցի, լիքը թափուր տեղեր կան։ Այո, երիտասարդների մի մասը մտածում է, որ առանց բարձրագույն կրթության էլ հնարավոր է ստանալ լավ աշխատանք, ունենալ լավ աշխատանք։ Դե եթե աշխատանք։ երկրի ղեկավարը ունի բարձրագույն կրթություն, պարզա բոլորը պետք է այդպես մտածեն, բայց սիրելի հայրենակիցներ, դա այդպես չէ։ Ամեն դեպքում այսօր պետական ոլորտում աշխատողները պետք է ունենան բարձրագույն կրթության դիպլոմը։ Բացի պետական համակարգում աշխատակիցների նախարարություններում, քաղաքապետարան, մնացած այլ վայրերում, նայ հիմա մի քիչ այլ է, էլի։ Հիմա կան SMM մասնագետներ, որոնց պետք չէ բարձրագույն կրթությունը ունենան, չգիտեմ, լավ կարողանան ռիլներ սարքել, նկարներ անել, դրա համար բարձրագույն կրթություն հիմնականում պետք չի այդ մասնագիտության համար, ասենք ռիլ ոնց է այդ բառը, maker-ի համար պետք է բարձրագույն կրթություն, ինչ բարձրագույն կրթություն պետք է։ Բնականաբար, որովհետև եթե real maker-ը նույն քո նշած չի կարողանում ճիշտ գրագետ խոսույթով մատուցել իր, այսպես ասած, գովազդը իր աշխատանքը, մենք բախվում ենք այնպիսի մի իրավիճակի, երբ որ կարող է օրինակ երեխան համացանցից կամ գովազդից սովորել շատ վատ բառապաշարով տեքստ կամ հանդիպենք օրինակ գովազդի։ Դե հիմա բլոգերները այնքան շատ են, հիմա քո կարծիքով այդ, չգիտեմ, Էրիկ կա ինչ որ թու լավա կամ չգիտեմ Գեորգիքսներ կամ մնացած այլ մարդիկ, այդ վատ, ես իրենց վատ մասը եմ ասում, այդ մարդիկ քո կարծիքով ունեն բարձրագույն կրթություն։ Դե չունեն բարձրագույն կրթություն։ Չունեն բարձրագույն կրթություն, բայց այդ իրենց լսարանը ավելի շատ է, քան թե իմ ու քո։ Տեսեք, ես չեմ համաձայնի, որ լսարանը շատ է, մի բաց պատճառով։ Շատ է ինչի համար, որովհետև շատ հաճախ այդ մարդիկ վերածվում են պարզապես ծաղրուծանակի առարկայի ու Չէ՞ որ գալի ասում է, չգիտեմ, ես ինչ լուք է սարքե, ասենք էդի տենց ավելի հետաքրքիր է մարդկանց, քան թե քննարկել երկրում տիրող, ասենք իրավիճակը, երկրի ապագան կամ չգիտեմ մնացած այլ։ Բայց մենք պետք է համաձայնենք մի շատ կարևոր փաստի հետ, որ հիմա ներկայումս բուհերում արկա այդ թափուր տեղերը բարձրագույն կրթություն ստանալը եւ փորձել, որ օրինակ ձեր նշած բլոգերներից շատերը ստանում են լավ աշխատանք, ունեն ավելի մեծ լսարան, մենք վաղ թե ուշ ունենալու ենք այն խնդիրը, որ այդ թափուր տեղերը բերելու են հանգեցնել նրան, որ մի շարք ոլորտներում մենք ունենանք ոլորտի մասնագետների դեֆիցիտ, ինչն էլ բնականաբար բացասաբար է ազդելու տնտեսության, արտաքին ամեն ինչի վրա։ Իսկ լավ, դու լավ քաջատեղյակ ես, էլի, մի փոքր իմ երեխան մյուս տարի երևի պետք է գնա դպրոց արդեն, չգիտեմ, քանի տարեկանից է իմ երեխան հունվարի 21-ին լինելու է 6 տարեկան։ Դպրոց պիտի գնա սեպտեմբերին։ Այսինքն սեպտեմբերից պետք է գնա դպրոց։ Հիմա որպես մեր դիտողներին, ովքեր ունեն մանկահասակ երեխաներ, որ պետք է գնան դպրոց, ինչ պետք է անեն։ Ոնց է սկսում, այսինքն որտեղ ես դիմում, որ գնում ես դպրոց, արի դրանից սկսենք։ Ոյ, ճիշտն ասած, որքանով որ ես եմ տեղեկ, քանի որ մեր ժամանակ դպրոցները մի փոքր այլ էր ընդունելությունը, հիմա ինչ որ on-line հարթակ է բացված։ Հա, ինչ որ on-line հարթակ կա, ինչ որ չգիտեմ, հիմա 5 տարեկանից են գնում, 6-ից են գնում, 7-ից են գնում, չես հասկանում, օրինակ մեր ժամանակ 7-ից պետք է գնային։ Նախկինում մենք ունեինք մի իրավիճակ, նույնիսկ մեր ծնողների ժամանակ բոլորս էլ երևի լսել ենք, որ գիտեք, իմ 7 տարեկանը մի ամիս էր մնում լրանար, բայց ինձ դպրոց չէին ընդունում եւ այլն։ Այս իրավիճակը բոլորին էլ ծանոթ է, բոլորս էլ ունենք նման պատմություններ, սակայն այսօր երեխան կարող է օրինակ երեխայի ծնունդը լինել դեկտեմբեր ամսին, բայց երեխային ընդունեն դպրոց 5 տարեկանում սեպտեմբերին 5.5 սպասելով, որ մինչև երեխան կդառնա 6 տարեկան, այսինքն հիմա ընդունելությունը 6-ից է, այսպես ասած։ Հա, 5.5 6-ը ընդունելի է։ Ու գնում է առաջի դասարան։ Գնում է առաջին դասարան։ Հետո երբ հավարտում։ 12 տարի հետո։ Ըստ 12 տարի ինչ են սովորում։ Բացառապես ոչինչ։ Այն ժամանակ մեր ժամանակներում 8-րդ դասարան կար, որտեղից եթե ուզում ես ինչ-որ միջին մասնագիտական կրթություն ստանալ, դուրս էիր գալի, գնում էիր քոլեջ,
Կամ հիմա դա դառել է 10 երևի, հա, թե 9։ Չէ, 9-րդ դասարանը, հիմա 9-րդ դասարանից կարող են էլի աշակերտները ընտրել ուղղվածությունը, բայց այստեղ խնդիրները այնքան շատ են, տեսեք հարցը նա չի, լավ, պատկերացնենք, քանի որ սկսել ենք անընդհատ վերադառնում բարձրագույն կրթության դաշտ, որովհետև քանի դեռ այսպես ասենք, գնաց աշակերտը, լավ, դպրոցը ավարտելուց հետո էլ չունի տվյալ աշակերտը հեռանկար, որովհետև երբ որ տվյալ աշակերտը ընդունվում է համալսարան, կանգնում է բազմաթիվ խնդիրների առաջ, այսինքն դու ինձնից լավ երևի կհիշես, կուրսային աշխատանքները, դիպլոմային աշխատանքները, մագիստրոսական թեզերը, ինչքան ճիշտ ու գրագետ ձևով էին անցկացվում, ղեկավարի ընտրությունը, ամեն բան մտածված, մտածում գրում էր, հիմա տենց արհեստական բանականությունն արհեստական բանականության գրելը մի կողմ, այն տեսակ չափանիշներ են բերել մցվել այս ամեն ինչի մեջ, որ այդ աշխատանքը պարզապես դարձել է պարտադրված, ստիպված, այսինքն անհարկի քննություններ, վերեմ օրինակը Վալերի Բրյուսովի անվան-պետական համալսարանի, մցվել է քննություն, այսինքն ուսանողը պետք է անգլերենը գրավոր եւ բանավոր քննություն հանձնի, բացի իր մասնագիտական առարկաները, եւ դասավանդվող երկրորդ օտար լեզուն եւս հանձնի բանավոր քննություն։ Ընդունելության համար։ Ընդունելության համար չէ, համալսարանում, եւ դա կազմելու է գնահատականի, որքանով որ ես եմ տեղյակ 50%-ը։ Այսինքն վերցնենք հետեւյալը, Բրյուսովում կան մասնագիտություններ, օրինակ քաղաքագիտությունը, որ բաժինը, որ ես ավարտել եմ։ Ուսանողը թողած, ես չեմ ասում Կավլիցի ուսանողը չպիտի սովորի օտար լեզուն, բայց հավելյալ, բացի սովորական միջանկյալ քննությունը, մտցնել հավելյալ եւս մեկ քննություն, որը ուսանողին ավելի կծանրաբեռնի, ուսանողին ենթարկել ստրեսի, ուսանողին ենթարկել շատ ծանր հոգեբանական վիճակի, որը ավտոմատ բացասաբար է ազդելու կրթության վրա, ուսանողը հիասթափվելու է, ես ունեմ բազմաթիվ ծանոթներ, ովքեր ուզում էին ընդունվել Բրյուսով, սակայն իմանալով վերջին փոփոխություններից, պարզապես չեն ցանկանում։ Բայց ի՞նչն է պատճառը դրա ավելացումների, այսինքն այդ առարկայի հանձնելու։ Տեսեք, պատճառը բանվում է, որ ցանկանում են ստուգել մասնագետին։ Բայց եթե մասնագիտական կրթությունը, հա, մասնագետին են։ Մասնագետին պատճառը բանվում է այդպես, բայց այստեղ ատեստավորում ասնի կամ չգիտեմ։ Բայց այստեղ էլ չէ, Սևան ջան, մենք բախվում ենք մի խնդրի, երբ որ օրինակ կարող են գիտական աստիճան ունեցող, տարիների փորձ ու վաստակ ունեցող մասնագետները փոխարինվել բակալավրի կրթական աստիճան ունեցող մասնագետներով։ Կավլիցի ոչ մի բան չունեմ, բակալավրի կրթական աստիճան ունեցող մարդկանց դեմ, ում կարելի է հնարավորություն տալ եւ աշխատանքի ընդունել եւ ամենայն հարգանքով գիտական աստիճան ունեցողների եւ չունեցողների բոլորի նկատմամբ։ Սակայն այստեղ մենք բախվում ենք մի իրավիճակի, որ կարող են ուղակի գիտությունների տեխնացուին, դոկտորին աշխատանքից ազատել եւ բակալավրի կրթական աստիճան ունեցող անձին նշանակել այդտեղ։ Այստեղ մենք բախվում ենք մի խնդրի, երբ որ տեղերն ու դերերը խառնվում են իրար եւ որքան էլ մենք փորձենք բակալավրի կրթական աստիճան ունեցող անձին նշանակել գիտությունների տեխնացուի աթոռին, միևնույնն է նա չի դառնալու գիտնական, սակայն մենք բախվելու ենք մի իրավիճակի, երբ որ գիտությունների տեխնացուն կամ դոկտորը պայմանական, որը որ կլինի, ստիպված է լինելու գնալ եւ աշխատել օրինակ մի քանի դասաժամով դասախոս, այսինքն վերադառնալու այն կետին, որտեղ եղել է 15-20 տարի առաջ։ Լաբորանտ է աշխատելու համալսարանում, նորից եմ կրկնում, ամենայն հարգանքով բոլոր աշխատակիցների նկատմամբ, բոլոր աշխատանքների, սակայն մենք բախվում ենք մի իրավիճակի, որ օրինակ գիտնական է, գիտական կոչում ունեցող մարդը պիտի սպասի, թե բուհի ղեկավարությունը ինչ կկամենա նրան մատուցել այդ պահին, պարզապես այն պատճառով, որ բակալավրի կրթական աստիճան ունեցող։ Ես տենց լավատեղյակ եմ, որ բան բուհերում երբեք այսպես քաղաքականացված չեն եղել բուհերը, ու ես քաջատեղյակ եմ, որ դու էլ գիտես դրա մասին, ու ինչեր է կատարվում բուհերում, մանավանդ ուսանողական կազմակերպություններում։ Օրինակ ես սովորելու ընթացքում եղել եմ ուսանողական խորհրդի փոխնախագահ, հետո ինչ որ ժամանակ կատարել եմ ուսանողական խորհրդի նախագահի, ասենց ասեմ ժամանակավոր պաշտոնակատար եմ եղել այդ ընթացքում, հետո ավարտեցի, տենց էլ չնշանակվեցի ամեն դեպքում, բայց մեր ժամանակ ընդհանրապես քաղաքականացվածությունը ես իմ վրա չեմ զգացել։ Տես բացի էլի քաղաքականացված բուհեր ես գիտեմ, բայց այդ ես իմ վրա անձամբ չեմ զգացել։
Տես ինչպես ասում են, մի լավ խոսք կա, որ ասում են, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով։ Բոլոր ոլորտներն էլ, ցանկացած ոլորտ քաղաքականացված է ինչ որ չափով, սակայն նախկինում ինքնակառավարվող մարմինները, ուսանողական ինքնակառավարվող մարմինները գտնվում էին այնպիսի մակարդակի վրա, որ հնարավոր էր պաշտպանել ուսանողի շահը, հնարավոր էր պաշտպանել նույնիսկ հնարավոր էր դու կանգնեիր դասախոսի կողքին, եթե օրինակ տվյալ դասախոսին անտեղի աշխատանքից ազատում էին, բայց այսօր մեկ ձեռքի մատներն են շատ, որ հաշվեմ, թե քանի բուհերում են ինքնակառավարման մարմինները իրենց տեղում, դերում, դիրքում եւ ոչ քաղաքականացված։ Կլինեն ամեն դեպքում 1-2-3 բնականաբար կան, որոնց ղեկավարները իմ շատ լավ ընկերներն են, դրա համար նշեցի։ Իսկ ղեկավարից է գալի էլի չքաղաքականացված լինելը ամեն դեպքում։ Բնականաբար բացի ղեկավարից լինելը, այստեղ նաև արդեն պրոֆեսորա դասախոսը։ Բայց հիմա նայ համալսարաններից դիմադրության շարժումից սկսած ես հիշում եմ, որ եղան դասախոսներ ու հանեցին համալսարանից, մայր համալսարանից, պետական համալսարանից սուտ իրենց քաղաքական ակտիվության համար։ Դրա մասին ինչ կասես, այսինքն եթե մարդ քաղաքականացված է կամ ազգային ժողովի падգամավորի տեխնացու է կամ ազգային ժողովի падգամավորը, ով նաև դասավանդվում է այլ վայրում կամ ինչ որ կուսակցության ղեկավար մարմնի անդամ է, այդ մարդկանց պետք է իրենց քաղաքական հայացքների պատճառով չթողեն դասավանդեն համալսարաններում։ Այդ իրավիճակին ենք հասել։ Յուրաքանչյուր ոք ազատ է, ինչ ամրագրված է սահմանադրությամբ։ Այս սահմանադրությունը տենց ուղղակի ինչ որ փաստաթուղթ է։ Ամեն դեպքում սահմանադրությամբ էլ է ամրագրված, որ յուրաքանչյուր ոք ազատ է ընտրելու իր կուսակցական պատկանելիությունը, իր քաղաքական հայացքները, այսինքն եթե տվյալ դասախոսը չի մտնում լեսարան եւ կատարում քարոզ, այսպես ասած, ինչ որ X կուսակցության կլինի ինդիմադիր, կլինի իշխանական, անկախ այն բանից այդ դասախոսը կմասնակցի, եթե դասախոսը, այսպես ասեմ, իր աշխատանքի ժամին ներկայացել է աշխատանքի, սակայն աշխատանքից հետո որոշել է, որ ինքը պիտի միանա հրապարակում ցույց անող իր քաղաքացիներին, դա բնավ արդարացում չունի, ազատել աշխատանքից։ Մարդը ազատ է աշխատանքից։ Դե չէ, նայ հիմական մարդիկ, ովքեր իրենց անձով հենց քաղաքականություն են թելադրում ու մեր շրջապատում կան այդպիսի մարդիկ, որ այդ մարդուն որպես դասախոս, որ գնաս համալսարանում լսես, բարձր պետքա կապես իր քաղաքական գործունեության հետ։ Տեսեք, Սևան ջան, մենք հիմա բախվում ենք մի իրավիճակի, երբ որ նույնիսկ կարող են համալսարանում փակել ամբիոնները կամ բաժինները կամ միացնել մեկը մյուսի հետ կապ չունեցող բաժինը, օրինակ, ուսումնական բաժինը տանել է միացնել էլեկտրոնային ռեսուրսների բաժնին, անվանել ուսումնամեթոդական բաժին, սակայն եթե ցանկանում են իսկապես կատարել նպատակային փոփոխություն, ավելի մոտ կլինի էլեկտրոնային ռեսուրսները տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնին, սակայն կատարեն նման օրինակ փոփոխություններ, պարզապես այն պատճառով, որ կարողանան, այսպես ասած, պահպանել այն մարդուն այդ հաստիքում, ով քաղաքական հայացքներով ավելի մոտ է։ Դա ինչ եղավ այդ Բիրյուսովի շենքի այդ վաճառքը։ Վերջին եղավ։ Դա ակտիվ պայքարում էիք, տեսնում էինք։ Պայքարում էինք, փաստացի հասանք այն իրավիճակին, որ այլևս այդ խոսակցությունները չեն շրջանառվում, բայց ես հենց նոր բերեցի Բրյուսովի օրինակը, որ կարող են բաժինները միացնել, անհարկի դասախոսներ աշխատանքից ազատել կամ օրինակը բերեմ, որ պատկերացնեք ինչ է կատարվում հիմա Բրյուսովի ներսում, դրա համար ինչու կդժվարանամ ձեր հարցին պատասխանել, կա ամբիոն, կա ֆակուլտետ, միջմշակութային հաղորդակցության եւ քաղաքագիտության ֆակուլտետ, որտեղ թողարկվում են, այսպես ասած, ինչքան էլ կոպիտ հնչի, միջմշակութային հաղորդակցության մասնագետներ եւ քաղաքագետներ։ Ամբիոնին սպասարկում են երկու ամբիոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, որը քաղաքագիտության դասախոսներին է եւ միջմշակութային հաղորդակցության։ Այս պահին փակված է միջմշակութային հաղորդակցության ամբիոնը։ Այսինքն որ դասախոսները։ Իսկ ինչ ուզում անում են էլի իրենց կարևորը կրթություն չի, իրենց եւ հիմա այստեղ վերադառնալ ինչ եղավ Բրյուսովի շենքին, մենք կարող ենք ասել, որ Բրյուսովի այս բան այն տեսակ քաոս է, որ ուսանողներն էլ բոլորն էլ մոռացել են շենքի մասին։ Եվ նորից հետ գալով բարձրագույն կրթությանը ասեմ, որ այսօր բարձրագույն կրթության մակարդակ այնքան է իջեցվել նշաձողը, որ նույնիսկ այն ուսանողը, վառ օրինակի օրինակում, կարող է ցանկանալ շարունակել հետբուհական կրթությունը, սակայն համալսարանը չունենա տվյալ որակավորմամբ դոկտոր, եւ ուսանողը ստիպված է սպասել, միտքը փոխել կամ համալսարանը փոխել։
Այսինքն մենք այստեղ գիտենք, եթե օրինակ մագիստրատուրայի դեպքում կարող ես այլ համալսարան դիմել, ասպիրանտուրայի դեպքում, հետբուհական կրթության դեպքում այլ է։ Եվ հիմա ինչքան էլ որ խոսվում է վերադառնամ ձեր հարցին նորից, Բրյուսովի շենքի առվաճառք եւ այլն, այս պահին ինձ շատ են հարցնում, նույնիսկ բազմաթիվ ուսանողներ զանգահարում են, որ ինչ է կատարվում, ուսանողական ինքնակառավարումը, ինչ չեն անում են, չեն անում, ինչի է այսպես քննությունները եւ այլն։ Ես դժվարանում եմ պատասխանել, նույնիսկ ինձ երբ որ զանգահարում են եւ հարցնում օրինակ, հա, ունեմ ընկերներ ուսանող, որոնք դեռ սովորում են, հին ուսանողները ինձ երբեք չեն մոռանում, հարցնում են օրինակ լեզվաբանության դասախոս, պայմանական լեզվաբանության կամ այլ առարկայի դասախոս, այսինչի անին ճանաչում ես, ես դժվարանում եմ պատասխանել, որովհետև 2016-ից լինելով համալսարանում ես առաջին անգամ եմ լսում։ Ու երբ որ ես եմ տալիս այն լավագույն դասախոսների ազգանունները, որոնք երբևիցե ինձ դասավանդել են, այդ ուսանողներն են զարմանում։ Այսինքն ես ինչպես նախորդին նշեցի, փոխվել են, ոչ թե փոխվել են, այլ փոխարինվել են։ Եվ պատճառը բացառապես ակնհայտ է, փոխարինվել են։ Չէ, ինչի համար։ Այսինքն ինչու պրոֆեսորին կամ դոկտորին հանում են համալսարանից ու իր տեղը բակալավրի կրթությամբ երիտասարդին են ընդունում աշխատել։ Ինչ պատճառաբանությամբ իրենց պատկերացումը ո՞րն է։ Որովհետև ուզում են բուհը վերացնեն կրթությունը Հայաստանում, չգիտեմ, չզարգանա։ Ամեն ձևով փորձում են անել հնարավոր ու անհնար ամեն բան։ Այստեղ մի բան նշեմ ձեզ, որ բուհերի երբեմնի ինքնավարությունը եւ ավտոնոմ կառավարումը, որը ի դեպ ամրագրված է սահմանադրությամբ, այսօր ոտնահարվում է, ոնց ստացվի։ Իսկ լավ, վերջը ինչ եղավ, այդ աշտարակում կառուցվում էր բուհական ինչ էր կենտրոն էր ակադեմիական քաղաք։ Ինչ եղավ այդ ակադեմիական քաղաքը, որ պետքա բոլոր բուհերը գնային այնտեղ, չէ՞, կենտրոնը տենց թեթևանար։ Բոլոր բուհերը տեսականորեն եւ գործնականորեն վերցնել մի տեղից ու տեղափոխել մյուս տեղը, մենք Սևան ջան չենք խոսում այստեղ խնձորի մասին, որ օրինակ հա վերցնենք մի ափսե խնձորը եւ այս տեղանից տեղափոխենք մյուս տեղանին։ Մենք պետք է ունենայինք հստակ մշակված ռազմավարություն, ծրագիր, ամեն ինչ պետք է մշակված լիներ, հստակ ուսանողների քանակ հասկացվեր, բայց մենք տեսնում ենք, որ 15000 թափուր տեղ կա, օրինակ 15000 թափուր տեղով աշտարակում բուհ կառուցել, եթե դու այստեղ չի գալիս ուսանողը, աշտարակ ոնց է հասնելու։ Հստակ տրանսպորտ, կացարաններ, մնացած այլ խնդիրներ, ուսանողը եթե աշխատում է ոնց պետք է մեկ գնա աշտարակ սովորի, հետ գա, հետո գնա աշխատանքի, որ ուսման հարցը։ Եվ երկրորդներ, ինչ վերաբերվում է վրացիք կենտրոնը բեռնաթափելու հետ կապված, նույն սկզբունքով որոշեցին, որ Երևանում պետք է դպրոցներում դասերը իրականացվի 8-ից 15, որպեսզի խոսափեն խցանումից։ Այսինքն այդ խցանումը սկսում է ժամը տենց 7:30-ից ուղղակի։ Հիմա մենք եկանք մի իրավիճակի, որ իրավիճակը ավելի բարդացավ, խնդիրը չլուծվեց։ Երևանի քաղաքապետարանը ընդհանուր առմամբ չի կատարում իր որևէ մի գործառույթ։ Հիշում ես, որոշեցին, որ կարմիր գծերը փոխարինեն, գումարները բարձրացնեն, կենտրոնը կթեթևանա, չէ՞։ Դա չեղավ։ Դրանից հետո ասին պետքա դպրոցի շուտ սկսենք դասերը, դա էլ չեղավ։ Հիմա ինչ անում են, չեն կարողանում կենտրոնը, այդ պռոբկեքը, հիմա օրինակ ես Շենգավիթ համայնքից, որ կենտրոն եմ գնում ժամը տենց 8:30-ից մինչև ժամը 11-ը, ես մի ժամ մնում եմ խցանումների մեջ։ Չէ, դες ես ինչի համար նշեցի հենց այդ խցանման հետ կապված, որ եթե ցանկանում էին օրինակ կենտրոնը բեռնաթափելու նպատակով բուհերը տեղափոխել աշտարակ, դա խնդրի բացարձակ լուծում չի։ Ընդհանրապես դա խնդրի լուծում չի։ Պարզապես կարելի է մտածել ալտերնատիվ տարբերակ, որը ավելի նպատակային կլինի, այլ ոչ թե բոլոր բուհերը միանգամից վերցնել տանել։ Իշխանությունները ընդհանրապես պատկերացում չունեն ոչ համայնքային կառավարումից, ոչ կրթության ոլորտից, ոչ ընդհանրապես ինչ որ մի կառավարումից, ընդհանրապես կապ չունեն այդ իրանց տեղի հետ։ Խոսքի սկզբում նշեցի, չէ, որ կրթության ոլորտը վերածվել է իսկական փորձադաշտի, որովհետև եթե ինչ որ որոշում են կայացնում։ Պետրոսի կինն է, չէ՞, նախարարը։ Անդրեասյան Ժաննը։ Հիմա Պետրոս Ղազարյանի կինն է, չէ՞, ինքը։ Ինչ Պետրոսը, ինչ ինքը ամեն դեպքում աբսուրդի ժանրից է, որ ինչ կրթության նախարարներ են ունեցել ու այսօր ովքեր են ղեկավարում այդ ոլորտը։ Այստեղ նաև խնդիրը գալիս է նրան, որ շատ հաճախ փորձում են նաև հակասել միջազգային ստանդարտներին։ Հենց էլի վերադառնամ ես անընդհատ շեշտում եմ Բրյուսովի օրինակով, քանի որ քաջատեղ եկեմ այնտեղի իրավիճակից եւ ավելի ճիշտ կլինի որ միջազգային ստանդարտն են խախտում։
Օրինակ, գոյություն ունի Բրյուսովում գնահատման 4 բաղադրիչ B1, B2, B3 եւ B4։ Յուրաքանչյուր բաղադրիչ ունի իր առանձին տոկոսը, որը կազմում է վերջնական գնահատականը, որոնց հանրագումարը կազմում է ուսանողի վերջնական գնահատականը։ B1-ը 10% է, մոտավորապես անցած տարի այդքան էր, հուսամ չի փոխվել, 10% է, ներկայության բաղադրիչն է։ Այսինքն ուսանողը կներկայանա, չի ներկայանա, կստանա 5 բացակա, թե 10 բացակա, վերջում B1 բաղադրիչը ձևավորելու է նրա տոկոսային հարաբերությունը ներկայության եւ գնահատականին X% է տալու։ Այսօր բացի դա վերցրել են ու որոշել են, որ պետք է սահմանվի բացակայությունների շեմ։ Շեմը չեմ հիշի քանի ժամն է, սակայն այդ շեմը հատելուց հետո ուսանողը կարող է կանգնել համալսարանից դուրս մնալու խնդրի առաջ։ Այսինքն մենք այստեղ եւ կա ներկայության բաղադրիչը եւ մի հատ էլ առանցին X շեմը բացակայությունների, այստեղ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ տվյալ իրավիճակը հակասում է Բոլոնյան կրթական համակարգին, որովհետեւ որքանով ես եմ տեղյակ, Բոլոնյան կրթական համակարգում երկու այս այսպես ասած ինչպես ասեմ, որ ճիշտ լինի, այս երկուսը միասին համատեղելը չի լինում Բոլոնյան կրթական համակարգում։ Եվ ինչպես նաև, երբ որ ես նախորդ եւ խոսեցի, որ քննություններ են հավելյալ ավելացրել, հա, օրինակ այդ օտար լեզվի քննությունները եւ այլն, շարունակաբար մատնանշվում է, որ ըստ Բոլոնյան կրթական համակարգի, սակայն մենք երբ որ սկսում ենք խորապես ուսումնասիրել, հասկանում ենք, որ Բոլոնյան կրթական համակարգի հետ այս ամեն ինչ ընդհանրապես կապ չունի։ Խախտվում են միջազգային ստանդարտներ, միջազգային նորմեր։ Հաջորդը ինչ միջազգային նայեք, բոլոր ոլորտները, սկսած բանակից, կրթություն, բոլոր ոլորտները առողջապահությունից սկսած, այս մարդիկ չեն կարող կառավարեն։ Տեսեք, հաջորդ միջազգային, այսպես ասած, չասեմ խնդիրը, հաջորդը որ խախտել են միջազգային նորմ ասված, մի քիչ շատ մեր հասարակությունը կարող է մտածել մի քիչ ավելի օրենքներ եւ այլն, SN-ները 9-րդ դասարանի 2025-26 ուսումնական տարվա 9-րդ դասարանի ավարտողները ոչ թե պետք է հանձնեն քննություն հայոց պատմություն եւ հայ գրականություն առարկան, իդեպ հայոց պատմությունը ներկայումս ներկայացվում է որպես Հայաստանի պատմություն, ոչ թե պետք է ներկայացնեն քննություններ, հանձնեն քննություններ, այլ պետք է ներկայացնեն էսե։ Ես համալսարանում եմ սկսել էսե գրելու հմտությունները սովորել, որովհետև էսե գրելու համար պետք է էսե գրող անձնավորությունը կլինի ուսանող, դասախոս, ով որ կլինի, պետք է հստակ տիրապետի էսե գրելու չափանիշներին, էսեի տեսակին, բոլոր հմտություններին, բոլոր նրբություններին եւ բերել ու 9-րդ դասանի աշակերտին ասել, որ դու Հայաստանի պատմություն եւ հայ գրականություն առարկաներից պետք է գրես էսե եւ ընդհանրապես տալ մեկ փորձնական հնարավորություն գրելու, մենք հստակ բախվում ենք մի իրավիճակի, երբ եթե թվերով փորձեմ խոսել, ներկայումս դեռ հայտնի չէ 2025-26 տարվա ավարտողների թիվը 9-րդ դասարանի, բայց եթե զուգահեռ անցկացնենք 24-25-ին, այդ թիվը կազմել է 39406, պայմանական 39000 աշակերտի կանգնեցնելու են մի խնդրի առաջ, երբ որ այդ աշակերտների կեսից ավելին ձախողելու է այս քննությունը բնականաբար, քանի որ չունի համապատասխան գիտելիքներ եւ որքանով էլ ես եմ տեղյակ, հստակ չի անցկացվում դպրոցական ծրագրում։ Պատկերացնենք էլի, ամեն դեպքում քո ասացից բարձ է դառնում, որ մենք կրթության ոլորտում խնդիրներ ունենք ու շատ են այդ խնդիրները ու իմ կարծիքով այդ խնդիրները գալիս են այս ներկա կառավարիչներից, ոչ թե ինչ որ այլ խնդիրներ են, ովքեր ղեկավարում են այդ ոլորտը, այդ մարդկանց կողմից ստեղծված արհեստական խնդիրներ են։ Բայց արի նաև խոսենք նրանից, որ կան գրքեր, որոնց մեջ ես մի քանի այտենց Facebook-յան գրառումներ եմ հիշում, որտեղ տեսել եմ, որ գրքերի մեջ ինչ որ չգիտեմ 4 անգամ 8 հավասար է 48։ Դե ամեն դեպքում չէ, լոգիկայից ու ցենզուրայից դուրս բաներ կար այդ դպրոցական գրքերի մասին է խոսքը ու նաև խոսենք այդ հայոց պատմությունը դարձնելու Հայաստանի պատմություն։ Հիմա այսինքն Հայաստանի պատմություն դարձնելով մենք հրաժարվում ենք, այսինքն այն չգիտեմ գաղափարներից, որ մենք երբ ենք ստեղծվել հայ ժողովուրդը, երբ է ձևավորվել, սկսած ուրարտական թագավորությունից մինչև Երևանդունիներ ու մնացած, այսինքն եթե Հայաստանի մասին է, այսինքն հայ ժողովրդի մասին չէ, պատմությունը դրան ենք գալիս, հա։
Դες Սևան ջան, բազմիցս ամենատարբեր ոլորտի ամենատարբեր ներկայացուցիչներ ամենատարբեր հարթակներում քննարկել են այս հարցը ու բավականին շատ քննարկել են, խոսել են, քննադատել են, որ Մեսրոպ Մաշտոցի հետ աշակերտները պետք է ծանոթանան QR-ներ սկանավորելով Դա աբսուրդ է։ Եվ այն ընտանիքները, ովքեր սոցիալապես անապահով էին, հայտնի չէ։ Բայց չէին ասում, ինչ որ դպրոցներում հեռախոսները հավաքում են ինչ որ։ Դե հենց ամբողջ դա էր, միգուցե։ Եվ մենք այստեղ բախվում ենք մի խնդրի եւս, որ ասցիր Հայաստանի պատմությունը։ Այո, Հայաստանի պատմությունը դարձել, որ լիքը, այսպես ասած, էջեր անցնեն, որովհետեւ ազգային ազատագրական պայքարի էջերը ոչ թե երեխաները, թեմաները ոչ թե ուսումնասիրում են հնարավոր ու անհնար բոլոր մանրամասնությունները, այլ մակերեսայինորեն թռուցիկ։ Հիմա Արցախյան առաջին պատերազմը, Արցախի ազատագրումը ո՞նց է ներկայացրած գրքում։ Եթե անկեղծ չեմ ուսումնասիրել որպես այդպեսին, բայց մի օրինակ վերեմ, ես հիշում եմ, երբ որ 12-րդ դասանում մենք անցնում էինք Արցախյանները ուսուցիչ չէ, ազգային ազատագրական պայքարի թեմաները, մեզ պատմության ուսուցիչը բաժանել էր 3 խմբի, տվել էր հստակ թեմաներ, Բաշապարանը, Սարդարապատը, Ղարաքիլիսան եւ մենք պոստերներով, մենք մի ամբողջ ամիս, անկեղծ մի ամբողջ ամիս մենք տրամադրել ենք պոստերներ պատրաստելու, նյութեր պատրաստելուն եւ հրավիրված են եղել տնօրենը, փոխտնօրենները, եւս մի քանի պատմության ուսուցիչներ եւ դա մեզ համար այնքան sense ոգևորող էր, որ մենք պետք է ներկայացնենք ազգային ազատագրական պայքարի թեմաները։ Հիմա ինչ առարկաներ, աշխարհագրությունը անցնում են։ Անցնում են, սակայն տեսեք, ես աշխատանքի բերումով նաև առնչվում եմ երեխաների հետ, մեծ մասը չունի տնային ու մի կարևոր խնդիր եւս մենք ունենք այս ոլորտում, տեսեք, հիշեցի, երեխաները չեն ստանում գնահատական։ Այսինքն, երեխան կարող է գնալ դպրոց, պատասխանել դաս, ստանալ գերազանց, բավարար, լավ, վատ կամ ինչքան էլ ծիծաղելի կարող է հիմա ինչի ասածս, գերազանց հանած, բավարար գումարած։ Բանը գնահատականները սա է 5-ին գումարած, 5-ից հանած, 4-ին գումարած։ Այսինքն նախկինում, ինչ է նշանակում, լավ հանած կամ գերազանց գումար։ Բայց այդ չգիտեմ 10 է ինչ է նշանակում գերազանց ամենալավը, ցենց ասեմ, որովհետև 9-ն էլ էր գերազանց, 10-ն էլ էր գերազանց, հիմա 9-ը կարծես թե գերազանց հանածն է։ Հիմա տենց է դառել, բաբշե պատկերացում, ընդհանրապես պատկերացում չունեմ, դրա համար էլ է զարմանալու, ոնց կարելի է։ Եվ այստեղ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ որ օրինակ 3-րդ կամ 4-րդ դասանի երեխան կամ օրինակ որ ավելի մեծ տարիքում, հա, կարող էին ամաչել, ված գալ եւ թեկուզ մեկ էջ, այսպես ասած, սովորել իրենց, այսպես ասած, ում մոտ էլ որ չէր ստացվում բնականաբար բոլորի չէ։ Դե ամեն դեպքում իրանայ փոքր տարիքից իմ կարծիքով երեխայի սովորելը գալիս է ծանողներից։ Ես իմ օրինակով ասեմ, եթե իմ ծանողները ինձ չստիպեին սովորել, հաստատ չէի սովորի, ինձ այլ բաներ էր հետաքրքրում այդ տարիքում։ Բնականաբար, բայց այստեղ մենք առնչվում ենք մի իրավիճակի, երբ որ սովորող երեխան կարող է գնալ դպրոց եւ ուղղակի ստանալ լավ, այսինքն այն նախկինում 10 ստացող երեխան, որ ուրախությամբ կարող էր ցույց տալ։ Հիշեցի քո ասացի հետ կապված այդ սոցցանցերում վիդեո կա, որտեղ ինչ-որ մեծ մարդ ասում է՝ երեխա դպրոց չի գնում, ասում ես ոնց կարամ երեխուս քունը հարամ անեմ։ Ինքը անուշ քնած է։ Ու շատ լուրջ է խոսում։ Անկեղծ ինքը շատ ծիծաղալու է կողքից թվում, բայց լիքը մարդիկ կան, որ տենց են մտածում, ասում է դպրոցն ինչ է, որ ես դպրոցի խաթր իմ երեխային քնից պետք է արթնացնեմ, իր անուշ քունը հարամ անեմ։ Պատկերացնում ես։ Այստեղ գալիս ենք հենց այդ նույն դպրոցի համար երեխայի։ Այ մեր ժամանակ դպրոցը, եթե ես դպրոց չգնայի, իմ ծնողները ինձ, չգիտեմ, կծեծեին։ Չգիտեմ, հանում ուղարկում էին, ասենք դպրոց, որը նորմալ էր ու իմ կարծիքով դա հիմա էլ պետք է այդպես լինի։ Այսինքն տեսեք, երեխան 5-րդ դասանում ասի լավ հավես չունեմ, այսօր դպրոց գնալու, դա նորմալ է։ Ասի անուշ քնած է ու խանգարում։ Մենք հիմա բախվում ենք այն իրավիճակին, որ այդ դպրոց չգնացող երեխան վաղը չի ընդունվելու հենց նույն համալսարան, քանի որ հավես չի ունենալու, այսպես ասած։ Չէ, նայ, մեր ոդքասթում հնչեց կարծիք անցած եթերում, որ իշխանությունները գիտես ինչ ձև են, նայ, եթե գալիս են ազգային գաղափարներով իշխանություն, հասարակության մեծամասնությունը լինում են ազգային գաղափարներով, բայց որ գալիս են այլ գաղափարներով, ազգակործան ու սենց այս իշխանությունների, այդ հասարակության մեծամասնությունը դրանք են լինում։
Հիմա դրան են գբախվել, որ այն ժամանակ에 կային էս մարդիկ, բայց շատ քիչ էին, փակված էին ու չէինք տեսնում։ Այսօր այդ մարդիկ են եկել իշխանության, ու այդ մարդկանց համար նորմալ է դպրոց չգնալը, համալսարան չգնալը։ Թե այն եմ կրկնում, եթե մարդը մենք քիչ առաջ խոսեցինք նույն բլոգերներից, եթե բլոգերը կարող է ուղղակի դուրս գալ եւ մի քանի ժամում անել։ Ես եմ տեսա ինչ գումարներ են աշխատում, ես ասում եմ, եթե 8 համալսարան էլ ավարտես, այդ բլոգերների չափ գումար չես կարող օրեկան աշխատել։ Բնականաբար, այստեղ էլի նորից կրկնեմ ամենայն հարգանքով կան բլոգերներ, որոնք պրոդուկտիվ նյութ են տրամադրում, օրինակ գիտական, չգիտեմ, այնտեղ ինչ որ ուսուցչական։ Ամեն դեպքում կան բլոգերներ, որոնք ցենզուրայի մեջ են ու տրամաբանության մեջ են ամեն դեպքում։ Երբ որ մենք հասել ենք մի մակարդակի, երբ որ ուղղակի կարող են նկարել հիմարություն բացառապես նրա համար, որ աշխատեն գումար, այսինքն ես շատ քիչ TikTok հավելված է, եթե անկեղծ չունեմ, ինչը որ տեսնում եմ Instagram-յան ռիլերի տեսքով որ գցել են, մեկնաբանում են, ինչ-որ սխալ է եւ այլն, չէ, TikTok-ի հետ կապված որ գցում են վիդեոները, տեղադրում են, դրա մասին եմ խոսում, այսինքն կարող է հասուն տղան աղջիկներին դնենք մի կողմ, իրոք ոչ մեկին չի ասում, բայց հասում տղան նստել TikTok-ի առաջ եւ ասել արյուծ ուղարկեք ու շատ լայք դրեք։ Սարսափելի միայն նրա համար, որ աշխատի գումար, բայց այդ նույն մարդը չգնա համալսարան ընդունվել։ Բաները բլոգերությունը տենց տարածված չէր, մարդիկ եթե գումարի կարիք էին ունենում, աշխատում էին կամ եթե չէին աշխատում, չգիտեմ, անկարող էին, չգիտեմ, ինչ որ գումար էին հավաքում պաձեմկաների տակ ամեն դեպքում, բայց հիմա հասել է նրան, որ չգիտեմ, ես հիշում եմ մեր ժամանակ հանցագործներ TikTok-ով փորձում են հարցեր լուծել իրար հետ։ Ես հիշում եմ մեր ժամանակ նույնիսկ ուսանողներ կային, որ ովքեր ֆինանսապես այդքան էլ ապահովված չէին, գրում էին մնացած կուրս ընկերների, կային մարդիկ, ովքեր այսպես ասած այդքան էլ չունեին բավարար գիտելիքներ, որ ինքնուրույն գրեին աշխատանքը, եւ այդ ուսանողների աշխատանքները գումարի դիմաց կատարում էին, այսինքն կատարում էին հիմնադրամներ, օրինակ կար ժամանակին երիտասարդական հիմնադրամը, որը կրթավճարներ էր տալիս, կրթաթոշակներ էր տալիս, բայց հիմա այտենց հիմնադրամներ այտենց ես չեմ տեսել, իմ կարծիքով կա հիմնադրամ Հայաստանում մի հատ այդ Իմ Քայլը հիմնադրամն է, ու այդ Իմ Քայլը հիմնադրամն էլ ես չեմ տեսել ինչ որ մեկին, որ օգնի։ Այսպես ասեմ, կրթաթոշակներ ես ինչքան տեղյակ եմ լույսն էլ է բաժանում։ Ես ճիշտն ասած, քանի որ սովորել եմ անվճար համակարգում, չունեմ տեղեկատվություն այն մասին, թե ինչ հիմնադրամներ կան, քանի որ անհրաժեշտություն չի եղել, այսպես ասած, դիմել, բայց ղեկավարելով 2 տարի կառույց, որտեղ կան բազմաթիվ ուսանողներ, տասնյակ հազարավոր ուսանողներ, բազմաթիվ անգամներ եմ լսել ուսանողներից, որ չկան ինչ-որ հիմնադրամներ, եւ այն հիմնադրամները, ովքեր որ փոխանցել են, օրինակ X գումար, բնականաբար ինչ-որ արտասահմանյան, եվրոպական հիմնադրամներ են եղել, որոնք կարողացել են դա անել։ Հայկական ինչ-որ լսած լինեմ, օրինակ հայկական այս հիմնադրամը փոխանցեց ուսանողների վարձը, չէ, բայց այդ նույն երբ որ ասիկ ես լսել եմ Իմ Քայլը հիմնադրամը ինչ-որ մարդկանցից փող է հավաքում, ոչ թե տալիս է։ Դա հարգելի պատճառներով ճակերտավոր։ Նույն երիտասարդական հիմնադրամը, երբ որ ես ուսանող էի, կազմակերպում էր ուսանողների համար բացառապես ամեն ինչ, էքսկուրսիաներ եւ այլն, տրամադրում էր զեղչեր եւ ես հիշում եմ, եթե չեմ սխալվում թիվը մոտավորապես 500, որովհետև բավականին առաջ էր տարիներ, մոտավորապես 500 ուսանողի վարձի զեղչեր տրամադրվել։ Հա, Գագիկ Սահակյանն էլ էր ժամանակին տալիս, ամեն դեպքում այն ժամանակ ուսանողները ինչ որ աջակցություն ստանում էին ու այսօր այդ աջակցությունը չենք տեսնում կամ ինչ որ շատ քիչ աջակցություն է մասնավորի կողմից, ոչ թե պետական մակարդակով։ Այստեղ էականն դա չի, որ օրինակ կփոխանցեն ամբողջ վարձը 50%-ը, 30% կամ 40, կարող են վարձից փոխանցել ընդամենը 20000 դրամ, բայց ուսանողը լինի այնքան մոտիվացված, այնքան ոգևորված, բայց մենք այսօր ականատես ենք լինում, որ բարձրագույն կրթության հանդեպ ձևավորվել է այնպիսի կարծիք ու վերաբերմունք, որ ուսանողը նույնիսկ անվճար համակարգում չի ցանկանում սովորել, որովհետև ինչպես նշեցի, եթե մի բուհում օրինակ տիրում է այս տեսակ քաոտիկ վիճակ, որ ուսանողը հաճույքով կմտնի համալսարան։ Իհարկե ոչ մի ուսանող չի մտնի հաճույքով։ Ամեն դեպքում ավարտելով մեր այսօրվա ոդքասթը, արի ֆիքսենք մի բան, որ այսօրվա կառավարիչները, ինչպես շատերն են նշում, որ ինչ որ տարբեր քաղաքականություններ հարամ են արել, նաև հարամ է իրանց տերի լեզվով ասած հարամ բառը օգտագործան, որ իրանք լավ հասկանան։
հարամ են արել նաև կրթության ոլորտը ամբողջովին ու հարգելի հայրենակիցներ, ելի մենք շեշտենք հունիսի 7-ին ընտրություններից առաջ ընտրեք ընդդիմադիր ուժերի, քանի որ առանց Նիկոլի Հայաստան պետք է գոնե ունենանք այսօր։ Շնորհակալություն Շուշան ջան։ Ես էլ եմ շնորհակալ։